Աստված փառավորված է իր սուրբերի մեջ։ Դավիթ մարգարեն այսպեսի մի հետաքրքիր խոսք ունի։ Գիտենք, որ Աստված արդեն իսկ փառք ունի, փառք փառավորված է, չէ՞։ Տիրոջը փառավորում են բոլոր հրեշտակները։ Աթոր, քերովբեկ, սերովբեկ, տերություն, զերություն, իշխանություն, պետություն, հրեշտակապետ, հրեշտակ։ Եվ ամեն մեկը յուրահատուկ փառաբանություն ունի, յուրահատուկ աղոթք ունի, յուրահատուկ հրեշտակային երգեցողություն ունի, որ Տիրոջը փառավորում է։ Եվ Վարդան Ագեքսին ասում է, թե որևէ մեկը կարողանար լսել հրեշտակային այդ երգեցողությունը, փառաբանությունը, ուրախությանը չէր դիմանա։ Սիրտը ճաքեր կգնար երկինք միանալու հրեշտակների փառաբանությանը։ Հիմա, բայց ինչ է ասում այս խոսքը։ Աստված փառավորված է իր սուրբերի մեջ։ Ինչ է կարծում, Աստծո փառքը որ կա հրեշտակներին, միայն Աստծո փառքն է։ Ոչ, Աստծո փառքը փոխանցվում է նաև հրեշտակած դասերին։ Եվ երկնքում այդ փառքը համընդհանուր Աստծուց է գալիս։ Եվ օրհնությունը, երանությունը, երջանկությունը, փառքը փոխանցվում է բոլորին։ Մեկի փառքը բոլորինն է, բոլորի փառքը մեկինն է։ Չի մեկի ուրախությունը բոլորինն է, բոլորի ուրախությունը մեկինն է, բոլորի մեկի օրհնությունը բոլորինն է, բոլորի օրհնությունը մեկինն է։ Եվ այս բոլորը ցույց է տալիս երկնքի արքայության մեջ։ Արդարները ասում է Քրիստոս կփառավորվի երկնքի արքայության մեջ, նստել է Հոր Աստծո աջ կողմում, եւ Քրիստոսի փառքով բոլոր սուրբերը կփառավորվեն։ Գրիգոր Լուսավորիչ մեր հայրապետը կնստի բոլոր հայրապետների հետ բարձր դիրքում, մենք էլ գնանք շվաքում, ոտերի տակ կնստենք, ասենք մենք Գրիգոր Լուսավորիչի սերունդն ենք։ Այսինքն միայնակ փառք չի լինում երկնքում։ Տարածվում է բոլորի վրա այդ փառքը։ Եվ ով որ ուզում է մենակ փառավորվել չի կարող։ Սատանան էլ ուզեց այդպես անել։ Ուզեց գնալ Աստծո գահին հավասարի են դարձել եւ վտարվեց, այդ փառքից կտրվեց։ Այ մենք էսի պիտի ուզենանք, սիրենք, միայնակ չի լինում փառքը։ Փառքը համատարած է լինում։ Ամեն։